Հարգելի գործընկերներ, իհարկե, այո, այս տարի պարզատ ծիրանի գերբերքատվություն չունենք իհարկե, բայց նաև մյուս կողմից ես ամենօրյա թվերին հետևում եմ Հայաստան ժամանող ուղևորների, ահավոր լավ, շատ լավ մեծ ուղևորահոսքեր կան եւ ուզում եմ էդ էլ մենք արձանագրենք որպես արտահանման մի ճյուղ, որովհետեւ զբոսաշրջիկները գալիս են այս օրերին օրինակ համարյա ամեն օր 10,000-ից ավելի ուղևոր մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն։ Ընդ որում մի օր 10, 11,000, 12,000։ Հիմա ես խնդրել եմ ինձ ամենօրյա տեղեկանքները տալիս են տարբերակված տրանզիտ ուղևորներին եւ Հայաստան մուտք գործող ուղևորներին, ընդ որում լավ միտում էլ կա, կարող է մարդիկ ուղղակի օգտվելով առիթից եւ նաեւ Հայաստանի ճանաչելիությունը, քանի որ բարձրացել է առիթից օգտվելով, որ Հայաստանով երրորդ երկրներ են ուղևորվում կամ հակառակ ուղղությամբ, առիթից օգտվում են 1 օրով, 2 օրով դուրս են գալիս հանրապետությունում շրջում են կամ Երևան են գալիս կամ Էջմիածին են գնում կամ Փարաքար են գնում, չգիտեմ, եւ դա նույնպես շատ էական ազդեցություն է ունենում եւ նաեւ շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ խնդիրներ գոյություն չունեն։ Իհարկե 1-2 ապրանքատեսակի վարդի եւ լոլիկի հետ կապված որոշակի գնանկում ունենք, մնացած դեպքերում ոնց որ թե էական կան ուրիշ ապրանքատեսակներ, որոնք շուկայում տեսանելի գնանկում ունենք, ոչ սեզոնային։ Միայն դրանք են, պարոն վարչապետ, ընդ որում ծաղիկի դեպքում մի լավ տենդենս ունենք, օրինակ վերջին 7-8 օրում Արդյոք սկսել են շատ ծաղիկ նվիրել։ Նաև արտահանումն էլ է ավելացել, միայն 3 օրինակ 139,000 հատ արտահանում ենք ունեցել եւ կարծում ենք, որ լավ որոշակի մեխանիզմներ կան գործարկված, որոնք հնարավորություն կտան այս հարցը լուծել եւ ռեալ, այո, միայն լոլիկի դեպքում է ակնհայտ գնանկումը։